հիմա հասել ենք մի փուլ, երբ որ ոչ միայն քաղաքացիները, այլև հենց եկեղեցու ներսում եղած հոգևորականներն են սկսել խոսել եւ տարբեր պատմություններ պատմել տարբեր բարձրաստիճան հոգևորականների մասին։ Մենք օրինակ լսում էինք, որ հոգևորականներին ստիպում են գնալ ուրեմն հանրահավաքներ եւ ահա ինչ որ մի ձայնագրություն հայտնվեց, որը փաստում էր այդ դրա մասին, այսինքն գոյություն ունեցող երևույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում միգուցե էլի փաստական այլ հանգամանքներ հայտնվեն տարբեր մարդկանց մոտ եղած համացանցում եւ դառնան հանրության քննարկման առարկա։ Եվ լավ կլինի, որ հանկարծ ու հանկարծ ուրեմն ձեր կողմից իշտակված տեսանյութի պես տեսանյութեր հանկարծ ու հանկարծ էլ չտարածվեն, ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին։ Էլ մի կողմ եմ դնում հիմա նախորդիվ մեր քննարկումը անձնական կյանքի, դա արդեն ֆիքսեցինք, որ անընդունելի է, բայց մենք չենք մոռանում, թե ինչ պատմություններ կան, ինչի շուրջ է այսօրվա ուրեմն քննարկումներ եւ ինչի շուրջ է կոնֆլիկտը, ուրեմն հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջեւ, եւ քանի որ կան այս պատմությունները եւ այդ պատմությունները արի ու տես որ իրական են, մենք չենք բացառում, որ կարող են էլի տարբեր տեղեկատվություններ հայտնվեն, չգիտենք որ աղբյուրներից եւ չգիտենք ում կողմից ինչ նպատակով հավաքագրված։